Այսօրվան հարության մեր բատկամը հիմնված է Հովանու ավետարանին 20-րդ գլուխ 19-րդ համարեն 29-րդ համարներուն վրա։ Եվ ոս պիտի տեսնենք, որ թեև Տեր Հիսուս հարության օրը, հարության առավոտ ինքզինք հայտնեց Մարիամ Մագդաղենացիին, նաև ուրիշ գիներու ինքզինք հայտնեց, նաև գգարտանք, որ Պետրոսի ինքզինք հայտնեց իր հարութենեն ետքը, նաև այս առավոտ արևածագի բաշտամունքին, անոնք որոնք ներկա էին ժամը 6:30 արդավամեր արևածագի բաշտամունքին, նկատի արինք, որ Էմավուսի ջամփուն վրա Տեր Հիսուս ինքզինք հայտնեց երկու աշակերտներու, որոնք Երուսաղեմ ցկած դխուր հուսալքված վիճակի մեջ գվերաթարնային իրենց քյուղը Էմավուս։ Բայց հակառակ որ Տեր Հիսուս ինքզինք այս բոլորին հայտնեց հարության առավոտ եւ իր հարության լուրը դարածվելու սկսած էր, բայց այսօրվան հատվածի մեջ մենք պիտի տեսնենք, որ աշակերտները դագավին վախի մեջ էին։ 19-րդ համարը գուզեմ գարտալ, նույն օրը մեկշաբթի իրիկունը աշակերտներուն հավաքված դեղին թռները կոծած էին, հրյաներեն վախտնալնուն համար, վախի մեջ էին աշակերտները։ Հիսուս եկավ եւ անոնց մեջտեղը գայնեցավ ու ըսավ անոնց խաղաղություն ցեզի։ Հիմա կարևոր բանը նաև մենք կտեսնենք, որ այս աշակերտները միասին հավաքված էին, ինչ որ Տեր Հիսուսի բադվերն էր իրենց, որ մեկս մեկ սիրեն եւ միշտ միասին ըլլան։ Եվ այդ ուղղությամբ Տեր Հիսուս նաև հորը աղոթած էր, որ իր բաժնվելեն ետքը աշակերտները միասին մնան։ Իրենց միասնության համար Տեր Հիսուս հորը աղոթած էր եւ ոնց կտեսնենք, որ անոնք միասին էին։ Այո, վախի մեջ էին, բայց լավ գետը այն էր, որ միասին էին։ Եվ դերը եւ որ գահիտնվի իրենց մեջտեղը։ Ինչ գսե իրենց խաղաղություն ցեզի։ Այն բանը, որու գարիկը ունեին աշակերտները, խաղաղության գարիկը ունեին։ Եվ դերը գուկա եւ իրենց խաղաղություն գուտա, իր խաղաղությունը իրենց գուտա։ Թերևս եմ որ աշակերտները Տեր Հիսուսը տեսան իրենց մեջ, թերևս խորեցան, որ Տեր Հիսուս զիրենք պիտի հանդիմաներ, զիրենք պիտի մեղադրեր, ինչու, որտև զինք լքած էին, փախուստ դված էին, Հովանես Արաքյալես այդ բոլորը փախուստ դված էին, թերևս ակնկալեցին, որ պիտի հանդիմանե զիրենք, բայց դերը չի հանդիմանեց զիրենք, այլ ըսավ խաղաղություն ցեզի։ 20-րդ համարը գսե, ասիգա ըսելով իր ցերքերն ու գողը ցուցուց անոնց, աշակերտներն ալ ուրախացան, երբ դերը տեսան։ Ուրախացան, որովհետև դերը տեսան։ Ուրախացան նաև երբ դերոջ վերքերը տեսան։ Եվ այդ վերքերը ինչ գահիտնեին, որ իրենց մեղքին վարձքը վճարված է։ Տեր Հիսուսի վերքերը այդ մեկը գահիտներ իրենց եւ նաեւ մեզի մեր մեղքերուն վարձքը Տեր Հիսուս վճարած է։ 21 Հիսուս նորեն ըսավ. խաղաղություն ցեզի, ինչպես հայրը զիս ղրգեց, ես ալ ցեզ գղրգեմ։ Այս մեկը հետաքրքրական է, որ Տեր Հիսուս երկրորդ անգամ ըլլալով խաղաղություն ցեզի գսե։ Եվ այս մեկը մեր անձերու նկատմամբ բամը գահիտնե, որ մենք երբեմն դժվարություն ունենք սորվելու։ Երբեմն մենք գմորնանք ինչ որ դերը մեզի ըսած է, ինչ որ դերը մեզի խոստացած է, եւ երբեմն ասված ըստիպված գլա, դերը ըստիպված գլա իր ըսածը մեզի գրտնելու եւ հոս աշակերտներուն նույն բանը գրգին անգամ կգրտնե եւ գսե խաղաղություն ցեզի։ Եվ Պողոս Արաքյալ Փիլիպպեցիներուն ուղղած իր նամակի մեջ այս խաղաղության մասին գխոսի,
խաղաղություն, որ գսե մտքե վեր է, մարդիկ պիտի չգրնան հասկանալ, որ ինչպես հավատացյալներ, անոնք որոնք Աստծով վստահած են, գրնան խաղաղություն ունենալ կյանքի փոթորիկներու մեջ։ Մարդիկ պիտի չգրնան ըմբռնել, մարդիկ պիտի չգրնան հասկանալ, բայց դերը պատրաստ է մեզի այս խաղաղությունը դալու։ Այս խաղաղությունը ունիս, կամ այս խաղաղությունը գուզես քու կյանքիդ մեջ, քու սրդիդ մեջ, դերը պատրաստ է քեզի այս խաղաղությունը դալու։ Ասիգա ասելով անոնց վրա փչեց ու ուսավ անոնց, արեք Սուրբ Հոգին։ Այս մեկը կներկայացնե իրենց վերստին ծնունդը։ Անոնք, այսինքն աշակերտները, թեև Հիսուսի գհետևեին վերջին 3 տարիներուն եւ իր անունով հրաշքներ ըրած էին, բայց վերստին ծնունդ չէին ունեցած, որովհետև Հիսուս դակավին իրենց համար չեր մեռած։ Եվ այս մեկը ինձ գիշեցնե Ծննդոց 2:7 համարը, ուր Աստված Աթամի ռունքերու մեջ գենտանության շունչ գփչե։ Եվ այս արարքին արդյունքը ինչ կլա ֆիզիկական կյանք։ Եվ որ Աստված Աթամի ռունքերու մեջ կյանք կներշնչե, այդ մեկուն արդյունքը կլա ֆիզիկական կյանք։ Բայց եւ որ Տեր Հիսուս գփչե իր աշակերտներուն վրա, ադոր արդյունքը ինչ կլա հոգևոր կյանք։ Բարք ուտանք, որ Տերը իր հոգին ղրգած է եւ մեզի հոգևոր կյանք տված է։ 23 Հետաքրքրական համար մնե 20-րդ համարը, ուր Տերը գսե, որոնց մեղքերը որ թողուք, թողված լա անոնց, եւ որոնց մեղքերը որ ետ բռնեք, բռնված լա։ Դերը ինչ գուզե ասել այս խոսքով, որ աշակերտները կարողությունը ունեին թողություն շնորհելու մեղավորներու։ Չեմ խորիր։ Հոս կարևոր գետ մգա, գուզեմ անդրադառնալ, որ Մարգոս Ավետարանին 2-րդ գլուխին մեջ եւ որ 4 անձեր անդամալույծը Հիսուսի գբերեն, Հիսուս նախքան որ այդ անդամալույծը բժշկե, ինչ կսե այդ անդամալույծին, քու մեղքերդ ներված են։ Եվ հոն գտնվող տբիրները ընդվզեցան եւ ասին, որ Աստուծմե զատ մեկը չի գրնար թողություն շնորհել եւ իրավունք ունեին։ Այս մեկը իրականություն է։ Աստուծմե զատ ուրիշ մեկը չի գրնար թողություն շնորհել։ Բայց հոս Տեր Հիսուս ինչ ասել գուզեր, երկու բան սիրելիներ, երկու բան ասել գուզեր։ Առաջինը Տեր Հիսուս մեր բարդականության մասին խոսի, որպես եկեղեցի մեր բարդականության մասին խոսի։ Այսինքն, եթե մենք որպես եկեղեցի մեր բարդականությունը գադարենք եւ ինչ է մեր հիմնական բարդականությունը, ավետարանչություն ունենք։ Ազո խոսքին բարի լուրը ուրիշներու հետ բաժնեցինք։ Ուրեմն եւ որ եկեղեցին իր բարդականությունը ունե, հոգիներ պիտի բրգվին։ Եվ որ եկեղեցին իր բարդականությունը չնե, հոգիներ պիտի չբրգվին։ Ուրեմն առաջին հերթին Տեր Հիսուս կխոսի մեր բարդականության մասին, որպես եկեղեցի, եւ երկրորդ Տեր Հիսուս կխոսի մեղքերու թողություն հայտարարելու իշխանության մասին։ Դերը մեզի այդ իշխանությունը տված է, որ մեղքերու թողություն մենք ոչ թե շնորհենք, այլ հայտարարենք։ Ինչ սեր գուզեմ այս խոսքով, որ անոնք, որոնք Հիսուս Քրիստոսի գուքան եւ գնտունին զինք որպես դեր եւ բրգիչ եկեղեցին այդ իշխանություն ունի հայտարարելու, որ այդ անձը բրգված է, այդ անձը Աստուծո որդին է։ Ուրեմն այդ իշխանությունն ալ մենք ունենք։ 24 Բայց 12-ին մեկը եկվորյակ ըսված Թոմաս անոնց հետ չեր, երբ Հիսուս
եկավ։ Ուրեմն դասը աշակերտները հոն էին միայն։ Արդեն հուտա ինքզին կսպաննած էր եւ Թոմաս ներկա չէր։ Ոս գնանք ասել որ մենք չենք գիտեր ինչու Թոմաս այդ օր այդ երեկո բացակայեցավ։ Տերևս բարդականություն ուներ ընելիք ուներ կամ տերևս իր հին կորձին վերադարձած էր կամ իր հին կյանքին այլևս վերադարձած էր չենք գիտեր Թոմաս ինչու բացակայ էր։ Բայց մեկ բան հստակ գիտենք որ հիմնական ինչ բաներ Թոմաս փախցուց այդ օր։ Առաջին բացակայ լալով ինչ բան փախցուց Դեր Հիսուսի ներկայությունը փախցուց։ Երկրորդ բացակայ լալով ինչ փախցուց Դեր Հիսուսի խաղաղությունը փախցուց։ Այդ խաղաղությունը որ ինչսինք բոլոր մտքեր է այդ խաղաղությունը փախցուց որտեղ ներկա չէր եւ երրորդ ինչ փախցուց Սուրբ Հոգին ներշնչումը փախցուց։ Եվ այս է սիրելիներ, որ օրինակամար ինձի համար որպես հովիվ ամենեն ցավալի բանը հավատացյալներու բացակայությունն է եկեղեցին։ Ամենեն ցավալի բանն է ասիգա։ Մինչ անոնք դուրսը գբայքարին աշխարհի մեջ անոնք գբայքարին Հիսուս գիրագի արդու ինքզինք գահիտնե։ Անշուշտ նոս կնասել որ բայց ասված ամեն դեղ է, այ ասված ամեն դեղ է, բայց իր ներկայությունը իր դամ մեջ ամբողջովին դարբեր է, իր օրհնությունը իր դամ մեջ ամբողջովին դարբեր է եւ որ Հիսուս գուքա իր դամ մեջ ինքզինք գահիտնե։ Եվ հոս օրինակամար պետք է նշել որ Դեր Հիսուս Թոմասի դունուն չկնաց։ Թոմասի դունուն չկնաց։ Այլ եկավ ուր որ աշակերտները հավաքված էին։ Եվ մենք կհավատանք որ այս բահունալ դերը ներկա է իր դան մեջ։ Երբ մյուս աշակերտները ըսին անոր անշուշտ ետքը եւ որ Թոմասը դեսան թե դերը դեսանք Անալ ըսավ անոնց, եթե իր ցերկերուն վրա փևերներուն նշանը չդեսնեմ, ու մադս փևերներուն դեղը չխոթեմ, եւ իմ ցերկս անոր գողը չխոթեմ, չեմ հավատար։ Հոս աշակերտներուն նկատմամբ լավ բանը մենք գտեսնենք, աշակերտները իրենց բարդականությունը գնային համոզելու Թոմասը, թե ինչու չգար եկեղեցի տուն։ Կամ ինչ բաներ տուն փախցուցիր որովհետև եկեղեցի չգար։ Եվ այս մեկը նաև մեր բարդականությունն է սիրելիներ։ Եվ որ տեսնենք որ անցմը եկեղեցին հերացած է եւ որ տեսնենք քույրը եղբայրը աստուծմե հերացած է պետք է որ մենք ալ խոսենք եւ այդ ուղղությամբ Բոսայքյալ քաղաքացիներուն ուղած իր նամակին 6-րդ գլուխին առաջին համարի մեջ կսե որ տեսնենք որ եղբայրը կամ քույրը հերացած է աստուծմե պետք է հեզության հոգիով զինք ընթացքի փերենք ինչ որ այս աշակերտները գնային ուրեմն մենք ալ այս աշակերտներուն նման բարդականություն ունենք սիրելիներ եթե մեկը աստուծմե հերացած է տեսնենք եթե քույրը եղբայրը աստուծմե հերացած է եթե եկեղեցին հերացած է Եթե անցմը աստվածաշունչի սերդողության չմասնակցիր, պետք է խոսենք, պետք է մոդենանք, պետք է համոզենք, թե ինչու եւ այդ մեկը եթե չնեն ինչ բաներ իրենք կրնան փախցնել։ Եվ նայեցեք արդյունքը ինչ կլա։ 26-րդ համարի մեջ 8 օր հետո դարձյալ աշակերտները ներսն էին Թոմասալ անոնց հետ Վստահ որ համոզած էին զինք եւ Թոմաս իրենց հետ բերած էին Տերես մեկը ըսած էր որ Թոմաս կալգիրագի եկեղեցի պիտի կաս Տերես մեկը ըսած էր որ ես քուքովդ պիտի կամ քուդունդ եւ միասին եկեղեցի պիտի երթանք Եթե հերացային ունենար Թոմաս պիտի հերացայինեին իրեն ասելով որ եկեղեցի կասկոր այս գիրագի Սուրբ Գիրքի սերդողության գուքասկոր այս շաբաթ
Այս մեկը մեր բարդագությունն եւ հոս կտեսնենք արդյունքը, որ Թոմաս եկեղեցի եկած էր։ Եվ եկավ Հիսուս նորեն թեև թռները կոց էին ու գայնեցավ անոնց մեջտեղը եւ ըսավ գգին անգամ խաղաղություն ցեզի մի մորնակ որ ես գտնամ ցեզի խաղաղություն դալ ամբիսի խաղաղությունը որ ոչ աշխարհ գրնա ցեզի դալ եւ ոչ ալ աշխարհ գրնա ցեզմե առնել Ետ կսավ Թոմասին մադդ հոսպեր եւ նայե իմ ցերկերուս ու փեր կու ցերկդ ու իմ գողս խոթե ու մի ըլլար անհավատ հաբա հավատացյալ եւ Թոմաս պատասխան տվավ ու ուսավ անոր իմ դերս եւ իմ աստվածս եւ գսվի որ այս մեկը աստվածաշունչի ամենեն գեղեցիկ հայտարարությունն է եւ որ Թոմաս գասկածել է յետքը այս գեղեցիկ հայտարարությունը գնե դեր Հիսուս դեր եւ աստված գոչե այսօր շատ աղատներ կան շատ գրոհներ կան որոնք դեր Հիսուսի աստվածության չեն հավատար բայց ոս Թոմաս հստակ է անոնք նույնիսկ ասեմ որ աստվածաշունչի մեջ ուր գրված է որ Հիսուս աստված է հոս հստակ կտեսնենք որ Թոմաս կսե իմ դերս եւ իմ աստվածս այդ ուղղությամբ գասկած չկա օրինակի համար կգարտանք Գործ Կարակելոց 10-րդ գլուխի մեջ որ եւ որ Պետրոս Գորնելիոսի դունը կնաց Գորնելիոս իր արչեվը ձունգի եկավ եւ եգրբակելու սկսավ բայց Պետրոսին չսավ ելիր գայնե ես ինքս ալ մարդ եմ Ետ կգարտանք Գործ Կարակելոց 14-րդ գլուխի մեջ երբ լուստրայի բնակիչները սկսան Բողոսի եւ Բարնաբասի արչեւ եգրբակություն ունել անոնք իրենց հանդերձները պատրեցին ասելով որ մենք ալ ցեզիբես գիրք ունեցող մարդ ենք Ետ կը հայնություն Հովանու 22-րդ գլուխի մեջ կգարտանք երբ Հովանես Արաքյալ հրեշտակին ոտքերուն արչև ինգավ հրեշտակը ասավ սկուշացիր մի ըներ այդ մեկը ես արժանի չեմ Բաշտամունքի մարդ առածը արժանի չէ Բաշտամունքի նույնիսկ հրեշտակները արժանի չեն Բաշտամունքի Պետրոս Բողոս եւ հրեշտակը մերժեցին մարդոց երկրբակությունը բայց Հիսուս ընդունեց աստվածության այս հրճագումը եւ դերը արժանի է Բաշտամունքի մենք դերը պետք է որ պաշտենք 29-րդ վերջին համարը Հիսուս ասավ անոր Թոմասի որովհետև դու դեսար ադոր համար հավատացիր Երանի անոնց որ դեսած չեն ու գհավատան ուրեմն առաջին բաժինի մեջ որ դերը գսե որովհետև դեսար ադոր համար հավատացիր այս մեկը կնշանակի որ Թոմաս իր ասածը չրավ այսինքն դեր Հիսուսի վերքերուն չի տբավ միայն դեսնելով հավատաց բայց վամես երկրորդ բաժինը ասիկա շատ կարևոր է մեզ մեր յուրաքանչյուրին համար Երանի գսե անոնց որ դեսած չեն ու գհավատան այս խոսքը որոնց համար է մեզի համար է Երանի բառը նաև կնշանակի ուրախ են անոնք որոնք դեսած չեն ու գհավատան ուրեմն դերը մեզ Երանի գոչե դերը քեզ Երանի գոչե եթե դու առանց դեսնելու գհավատաս բայց վամես վերջավորչան սիրելիներ կարևոր է որ մենք հարության կյանքը ապրենք դերոճմով այդ հաղթական կյանքը մենք ապրենք եւ երթանք ուր որ դերը մեզ ղրգե ինչպես դերը ասավ ինչպես հայրը զիս ղրգեց ես ալ ցեզ գղրգեմ մենք ալ բարդականություն ունենք այդ ուղղությամբ երթալու եւ նաեւ հավատքի կյանքի նկատմամբ զիրար քաչալերելու մենք իրարու պետք ունենք դերոջ կամքն է որ մենք կովկովիկանք հավատվենք մեր բաշտամունքներ ունենանք մեր սերդողությունները ունենանք եւ զիրար քաչալերենք իրարմով հետաքրքրվենք եթե անց մգա որ հերույ է անց մգա որ
բացակայ է, ինչպես Թոմաս եւ աշակերտները ինչպես վարվեցան Թոմասի հետ, մենք ալ իրարու հետ այսպես պետք է հետաքրքրվենք սիրելիներ եւ զիրար պետք է քաչալերենք։ Ոչ թե միայն զադիկ եկեղեցի պետք է կանք, այլ ամեն գիրագի եկեղեցի պետք է կանք։ Շաբթու մեջ մեր աստվածաշունչի սերտողություններու պետք է մենք մասնակցենք, պետք է սիրենք դերը, պետք է սիրենք իր խոսքը, որտեղ իր խոսքին մեջ կյանք կա մեր բոլորին համար եւ այսպես է որ մենք այդ հարության կյանքը գաբրենք։ Թող դերը օրհնե իր խոսքին քարոզությունը մեր բոլորին հոգևոր շնության համար։ Ամեն։